Բարև ձեզ։ Սկսում ենք մեր հաջորդ հաղորդումը արվեստի ուժը եւ այսօր մեր հյուրերն են Գերմանիայից մեր հայրենակից Սաթենիկ Ղուլիջանյանը եւ իր ստեղծած արվեստանոցի ուսանողներից մեր շատ լավ բարեկամ, որ շատ հաճախ եղել է Հայաստանում եւ ամառային պլեներին մասնակցել է մեր հրաշալի ընկերը Պիտեր Հովերմանս։ Հալո, բարև։ Բարև ձեզ։ Եվ արվեստից օգտվելով ուզում ենք, որ իրանք էլ այնտեղ ունեն արվեստանոց, որտեղ որ ստեղծագործում են հատկապես 18-ից բարձր տարիքի, եթե սխալվում խնդրում եմ Սաթենիկյան շուտկից մարդիկ Եվ շատ կուզենայի մի հատ մենք բոլորս միասին բարձենք տարբերություն կա արդյոք կամ մոտեցումների տարբերություն ինչու՞ է խնդիրը որ մենք բոլորս միասին չոր մի գործի մեջ ենք ստեղծագործելու արվեստ ստեղծելու եւ դա հատկապես այն մարդկանց համար որոնք պրոֆեսիոնալ կրթություն չեն ստացել, բայց միշտ ուզեցել են ստեղծագործել։ Ինչպես որ մեր դպրոցը, որ մենք հիմնեցինք այստեղ, չնայած որ մեր դպրոցում կան նաև պրոֆեսիոնալներ, որոնք որ պրոֆեսիոնալ կրթություն ստացել են, բայց երկար տարիներ չեն զբաղվել նկարչությամբ։ Այսօր Փառք Աստծո մեր դպրոցի հետ հնարավորությունը տալիս է եւ ոնց որ թե վերազարթոնքի նման մի բան է տեղի ունենում շատ-շատերը որ չեն նկարել, չեն ստեղծագործել, արդեն սկսել են ստեղծագործել։ Ես կուզենայի իմանալ մեր դպրոցի պոզիցիան այսպեսին է, դիրքորոշումը, որ անկախ նրանից մարդը պրոֆեսիոնալ կրթություն ունի թե չունի, մենք բոլորին ընդունում ենք եւ մի անուշիկ ընտանիքը ձևավորվել եւ հաճախ գալիս ենք այսպես պլեների մեջ բնության մեջ ստեղծագործելու ձեր դպրոցը ինչ սկզբունքով են ընդունում մարդկանց եւ ինչ են անում որ մենք չենք անում Նախ բարև ձեզ Բարև ձեզ Նախ շատ հաճելի է որ այստեղ ենք այստեղ եմ հենց իմ կոլեգայից հետ դե ես կողքից եմ ու ինձ չեմ էլ զգացել ինչ որ կտրված կողքից չնայած որ արդեն 13 տարի ապրում եմ դրսում Գերմանիայում ու այս անընդհատ գնալ գալը ու կապը միշտ պահելը ինձ չի կտրել թե միջավայրից թե արվեստից որ ստեղ միշտ ունեցել եմ այդ միտքը որ ստեղ կամ ընտանիք դպրոցը նկարչական ու հիմա արդեն ձեր ստեղծած արվեստանոցը ինքը մեծ մոտիվացիա է ու դրա համար տենց որոշեցինք ես ու Պիտերը մենք միասին ենք նույն արվեստանոցում իրականում ինքը արվեստանոց է ու որոշ շաբաթվա մեջ որոշ օրերի ինչպես որ ձեր արվեստանոցում բաց է բոլորի համար այսինքն բայց մենք ունենք այնտեղ կոնկրետ չորեքշաբթի եւ հինգշաբթի, չորեքշաբթի պորտրետի օրը, դիմանկարը։ Այսինքն մենք բնորդ ենք, ես բնորդ եմ կազմակերպում, անդադ նույն տարբեր բնորդներ, այսինքն տարբեր դիմագծերով, տարբեր ազգություններով, շատ տարբեր են էլի։ Արդեն երևի 5 տարի է։ Ու հինգշաբթի օրը նատուրա։ Հիանալի։ Մեր մոտ հիմնական շեշտը դրված է ֆիգուրայի վրա։ Ֆիգուրատիվ նկարչություն կանում ավելի շատ։ Դե դա նորմալ եմ համարում Եվրոպայի համար, որովհետև դե ձեր մոտ բնությունը այնպես հարուստ չի, ինչպես որ մեր մոտ է։ Չէ, դեռ համաձայն եմ։ Ես իհարկե հումոր եմ անում այդ իմաստով, բայց շատ հետաքրքիր է իսկապես մոտեցումների տարբերությունը եւ ինձ հետաքրքիր է նաեւ կարծում եմ բոլորիս կհետաքրքրի երեք մեր դասին ինչ որ չափով մասնակից եղավ նաեւ Պիտերը ինձ հետաքրքիր է իր ստացած տպավորությունը մեր դպրոցից եւ ձեր depozits եւ արդյոք կա ընդհանրություն թե ոչ Es ist natürlich
total neu. Aber man spürt schon, dass der Raum schon eine Inspiration. Զգացվում է, որ արվեստանոցը նոր է ստեղծվել, եւ տեսնելով այնտեղ ձևավորված մթնոլորտը հասկանում եմ, որ այն զարգացման մեծ հեռանկար ունի։ Մեզ մոտ Գերմանիայում գալիս են բոլորը, նույնիսկ պատահական անցորդները, իսկ ձեր մոտ նախապես գրանցվել են։ Դա էլ իր հետաքրքրությունն ունի։ Մենք էլ ենք կոպես մեր աշխատանքները կախում պատերից, որ հյուրերն այցելեն ու զգան արվեստանոցը շնչում է։ Պարկասու ես ուզում եմ ասեմ, որ Սատենիկ Օրիջանյանի արվեստանոցում, որ ստեղծել եք դուք միասին, հիմնականում ոչ պրոֆեսիոնալներ են, չէ՞, մարդիկ, որոնք որ տարբեր մասնագիտություններ ունեն։ Այո։ Ինչ հետաքրքիր է Պիտերի մասնագիտությունը, ինքն էլ պրոֆեսիոնալ կրթություն չունի, բայց իրոք նկարում է։ Ինչ մասնագիտություն ունի ինքը։ Der fragt, du bist kein beruflicher Künstler. Was für einen Beruf hattest du und warum malst du? Also ein bisschen über dich, über deine Kurzlebensgeschichte. Okay. Also ich habe immer gezeichnet und gemalt als Kind, aber Papa hat mir Vernunft eingeredet und ich habe Mathematik und Wirtschaft studiert und bei Banken gearbeitet und da immer gutes Geld verdient, weltweit. Erstmal երեխա ժամանակվա միշտ սիրել եմ նկարչությունը, գծանկար, նկարել, բայց ոնց որ հայրս ասեց քիչ նեցխելքին մոտ բան սովորի, այսինքն որպեսզի կարողանաս քո գումարը ինչ որ ձև աշխատես ու մաթեմատիկա ու բան տնտեսագիտություն, տենց ու աշխատել աշխարհային բանկերում ու ֆինանսապես իրեն ապահովել ու ոնց որ հավանաբար Հիմա վերջապես վերադարձել է նրան, որ ինչից որ ուզեցել է սկսել։ Այո, այդազանգին։ Եվ այ հիմա մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք մեր նոյեմբերյանի Պապոնստան տարածքում եւ ստեղծեցինք մեր արվեստանոց մեծերի համար, որ մեր ժողովուրդը նույնպես նրանք ովքեր որ միշտ ուզեցել են նկարել, բայց ճակատագրի բերումով թե չգիտեմ տարբեր պատճառներով մասնագիտական կրթություն չեն ստացել, ամեն մեկը մի աշխատանքի է գնացել, բայց մարդկանց մոտ միշտ եղել է այդ երազը կապույտ, որ արդյոք մի օր պետք է նկարի թե չէ, հիմա մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք եւ այնքան հաճելի է, որ հիմա այդ նույն սկզբունքով նաեւ ձեր արվեստանոցն է, դրա համար մեր փորձի փոխանակումը կարծում եմ շատ հետաքրքիր կլինի եւ այդ առիթով ես նույնիսկ մի առաջարկություն ունեմ, կարելի է online միգուցե online համատեղ դաս անել։ Դուք այնտեղ Գերմանիայում, մենք այստեղից ի վերջո արվեստը դա այն ոլորտն է, որ բոլորս մի ենք, մի տեղ կա, որ բոլորս մի ենք։ Աստված եւ մշակույթ։ Er sagt, dass die Kunst verbindet uns und der redet auch über weitere Zusammenarbeit. Vielleicht machen wir irgendwann so eine Online-Session zusammen. Ja. Gut. Und das verbindet die Menschen auch, die Kunst und dass man auch mit der Kunst eins ist. Ja, ich habe auch gemerkt, man kann 40 Jahre arbeiten, wenn man früher gezeichnet und gemalt hat. Das kommt immer zurück. Man verlernt es nie und die Passion kommt auch immer zurück. Ասում այս հասկացա մի բան, որ կարամարդ 40 տարի ուրիշ գործ անի, ուրիշ մասնագիտությամբ աշխատի, բայց միևնույն է ինչ որ սիրում է այդ բանը ունի, պասիոնը ունի։ Այո։ Այդ արվեստի հանդեպ, այս դեպքում նկարչության հանդեպ, մեկը ասում է ինքը չի կորած չի, ինքը հետ է գալի։ Մանավանդ ինքը կարող եմ իմ կողմից ասել, ինքը միշտ է նկարել որպես հոբի, բայց եւ միշտ ուսումնասիրել է նկարիչների կյանքը, շատ նայել է օրիգինալ նկարները, որտեղ եղել է հիմնականում փորձել է արվեստի մեջ մնալ, ինքը չի կտրվել։ Եվ ինքը այն ազգից է, որը ունեցել է մեծ համաշխարհային արժեք մինչև այսօր անգերազանցելի արժեք ստեղծած եւ ստեղծագործությունը բոլորի սնուցող Վան Գոգի ազգակիցն է եւ հայրենագիցը Պիտերը հոլանդացի է եւ ազգությամբ հոլանդացի է ինքը չնայած որ հիմա Գերմանիայում է ապրում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Պիտեր
Thank you very much. Yeah. Որ համաձայնեցիք ես մեր հերոստա հաղորդմանը մասնակից լինել եւ ձեր տպավորություններն ու կարծիքը կիսել մեզ։ Unsere Eindrücke zusammenteilen und ja, danke dafür. Danke für die Freundschaft, Gastfreundschaft hier und die tolle Natur und dass man hier so schön zusammen sein kann. Շնորհակալություն ձեզ հյուրընկալության համար ու բնության համար ու շնորհակալություն որ այստեղ կարող եմ լինել։ Այո։ Եվ հուսամ որ մենք դեռ ամռանը կհանդիպենք։ Այո, անպայման։ Եվ համատեղ սիմպոզիումին ներկա կլինենք։ Wir hoffen, dass wir sehen uns im Sommer bei der Symposium. I'll be back. Okay. Թերի ժողովուրդ ջան։ Մենք բոլորս միասին ենք, անկախ ազգությունից, անկախ ծագումից, արվեստը, մշակույթը այն ոլորտն է, որ բոլորին միավորում է, բոլորին։ Եվ բոլորս միասին դեպի ասուլույսը մի ընդհանրության մեջ ենք, բոլորս ասուզավակներն ենք, անկախ նրանից թե ինչ ազգության ներկայացուցիչ ենք, եւ միասնականությունը, միասին լինելը բոլորիս համար ամենակարևորագույն ատրիբուտն է, երբ որ մեջտեղում սերն է եւ սերը խորհրդանշում է արվեստի ճանապարհով։ Շնորհակալություն, այսօր զրուցեցինք միասին։ Շնորհակալություն Սաթենիկ ջան։ Thank you. Շնորհակալություն ժողովուրդ ջան։ Այսօր այսքանը կհանդիպենք։ Ստեսություն։ Տարի Ամերիկայում ապրելուց հետո որոշել եմ, ոչ թե որոշել, այլ միշտ որոշացել եմ, որ պետք է վերադառնա հայրենիք Իքսանին քոք կլնենք բանավը